որ կոալիցիոն իշխանությունները, այսպես ասած, որոշելու են Իզակ Գասպարյանի տեխնոլոգիությունը առաջադրել։ Նման քննարկում ունեցել եք, Ոչ, չի եղել այդպիսի բաներ, իսկ մնացածը կարող եք ուղղել համապատասխան խմբակցությանը հարցերը։ Պատասխանել եմ արդեն հարցը։ Այդ հարց ոչ դա էլ չի եղել։ Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն Գյումրիում։ Այս առումով ինչ տեսակետ ունեք եւ արդյոք մտահոգություն չունեք, որ հենց այդ արտահերթ ընտրությունները լինելու պարագայում դուք ոչ քաղաքապետարանում կկարողանաք պահպանել ձեր մանդատները եւ ոչ էլ կկարողանաք օրինակ ազգային ժողովում այդ մանդատը ունենալ, եթե օրինակ հրաժարվեք մանդատից։ Ճիշտն ասած, մեխանիզմները մինչև հիմա մենք չենք պատկերացնում, թե ոնց կարող են 30,000 եւ ավելի քվե ստացած քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քվեները հաշվի չառնեն եւ ինչ որ փոփոխություններ կատարեն Գյումրու քաղաքում, որոշակի ինչ որ տեղեկություններով այդ հայտարարեցի ավականուն նիստին էլ, որ ուզում են ինչ որ վարչական համայնք միացնեն եւ այլն եւ հայտարարել եմ, որ դա անընդունելի կլինի քաղաքի համար, հետո էլ այսպես ասեմ, եթե ավելի խորը գնան ընտրությունների տանեն, կարծում եմ, որ համապետական եւ քաղաքային ընտրությունները երբեք չպետք է շփոթել իրար հետ, որովհետեւ միշտ էլ քաղաքի ընտրությունները ավելի ուրիշ արդյունքներ ցույց տալիս, քան համապետական ընտրությունները։ Օրինակ ԿՊ-ի տապալում է արդեն երկրորդ անգամ, եթե չեմ սխալվում, դա չի հուշում, որ իրենց համար կարող է խնդիր չլինել, օրինակ մի ընդդիմադրի հետ կապված ինչ-որ խնդիրներ ստեղծել ու մշտապես տապալել քվորումը կներեք։ Հնարավոր կարող են անել այդպիսի բաներ։ Դա չի հանգեցնելու հենց արտահերթի։ Դե ըստ երևույթին, եթե այդ ուղղությամբ գնացին, այդ մեթոդներին դիմեցին, ինձ թվում է նորից արդեն Գյումրու քաղաքի քաղաքացիները դրա պատասխանը պետք է տան քվեով։ Ինչ ասեմ, պետական ռեժիմ նոր աշխատավ, ես դրա դեմ ինչ անեմ էլ։ Պարոն Արաքելյան, որոշումը մանդատ որ մանդատին ավելի հակված ավագանում Դեռ այդպիսի քննարկումներ չեմ ունեցել պարոն Ուգրասյանի հետ։ Սպասում ենք, տեսնենք ինչին եք սպասում։ ամսու 17-ին, որ կարողանանք արտար վճիր կայանա եւ պարոն Ուգասյանը գա եւ մասնակցի իր աշխատանքներին։ Պարոն Արաքելյան, որոշումը մանդատ վերցնել չվերցնելու մասին է, միայն թե օրինակ հնարավոր է որոշում լինի, որ հրաժարվեք եւ ավականու մանդատից եւ նաեւ խորհրդարան չգործուղվեք, որովհետեւ դուք ամեն դեպքում խոցելի տեխնացու եք քրեական գործերով անցնող։ Եթե հիմա այստեղ չէ, Այս երկրում անխոցելի մարդ չկա, այրուզներից հետ խոցելի են։ այդ որոշումը քննարկվում է։ Ինձ թվում է ցեզել էին ասել, որ ես չլինեմ վարչապետ, դուք էլ կխոցվեք։ Ձեր հանդեպ հետապնդումներ։ Այս երկրում անխոցելի մարդ չկա, չեմ կարծում դա ինչ որ խոցելություն եւ այլն, դրան ոչ էլ այսպես ասեմ, մեր ուժի մեջը քննարկումների են անդրադարձել, որովհետեւ մեր ուժի ղեկավարից հետ սկսված, պարոն Սամվել Կարապետյանից հետ այսօր հետապնդման մեջ է գտնվում, անհարգի տնային կալանքի տակ է գտնվում։ Բոլոր ընդդիմադիր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում։ Այդպես որ այնք ուրեմն ազգային ժողով մարդ չկնա падգամավորություն եւ այսպես կներեք արդարացյանս վեշաֆտալի վարշաֆտալի եղնի իրենց համար, չէ, չի լինելու այդպես։ կարող են միանգամից խափանամիջոց ձեր նկատմամբ փոխել եւ տանել կալանքի։ Ազգային ժողովի падգամավորի պարագայում պիտի այսինքն եթե նժային դնում ես падգամավորի Սատենիկ ջան, ներողություն եմ խնդրում ընդդադելու համար, որ մի տարուց ավել է տեսել եք, արդեն 9 ամիս է ես կառավարում եմ, այդ քրեական գործերը նոր չէ որ հարուցված են, դատական process-ներով գնում ենք, ոչ մի տեղ, ոչ մի րոպե վախի այդ արդարությունը իմ կողմից չի եղել։ Հիմա պայքարը հանուն հայրենիքի էր եւ դրանն էլ ամեն խոչընդոտներ պետք է լինի։ Եթե մարդ մտնում է այս պայքարի մեջ, պետք է գիտենա, որ եւ վերելքներ կան, եւ վայրեջներ կան, եւ հետապնդումներ կլինեն, եւ հարվածներ կլինեն։ Եթե այդ ամեն ինչը ես էլ ցեզ ասեմ, հասում մարդ եմ, գիտակցում եմ, ի սկզբանե եմ գիտակցում, այն որ
Գյումրու քաղաքապետը 25 թվականին հայտարարություն արեց, ելույթ ունեցավ, որ ինձ կալանավորեն, ինձ փոխարինե Ավետիս Արաքելյան, այդ ամբողջը մենք խոսել ենք, զրուցել ենք, այսպես ասած, ինչ որ վայ հավականի եկան, վայ պատգամավորության բան է, պեշտանք ուտպես անուններս գրելով չէ, մենք պատկերացումով ենք գնում, դատողությունով, ամեն ինչով առաջ ենք գնում, եւ առաջն ասված իս կարծում եմ, որ մի օր անպայման հայ ժողովուրդը կգա այն մտքին, որ միակ ու միակ փրկությունը իր միասնության մեջ է։ Ստուգումներ էին իրականացվում քաղաքապետարանում, ինչ ընթացք ունեցավ, որքան Դեռ հրաժարական չեմ հետևել, մի ֆրազի։ որքան տեղյակ եմ, հիմա էլ են այդ ստուգումները ընթանում, Ինչ մի հատ էլ ասել։ ստուգումներ էին, չէ՞, քաղաքապետարանում։ Հա, եկել են տարածքային կառավարման նախարարությունից, կադրային ստուգումներ կանցկացվել, Եզրակացությունը ուղղել է մեզ, մենք այդ եզրակացությունը անպայման ուղարկել ենք, դեռ չենք ուղարկել խմբակցություններին, կուղարկենք խմբակցություններին, որ խմբակցություններն էլ ծանոթանան, համապատասխան աշխատակազմի բաժնի ղեկավարի հետ քննարկումները կատարենք։ Հիմնականում, եթե չեմ սխալվում, շեշտը ուղղված էր գործակալներին եւ փորձագետներին, ասեմ ձեզ, որ այդ նախկիններից էինք մենք ժառանգել, դեռևս դեկտեմբեր ամսվան 25 թվականի դեկտեմբեր ամսվանից ավականին որոշում կայացրեց, որ հաստիգացուցակները պետք է ավելացվի տարբեր բաժիններում եւ ունենք այդ խնդիրները, մենք աշխատողների խնդիրներ ունենք, մինչև այսօր 7-րդ ամիսն է արդեն լրանում է, մեզ դեռ չեն տվել այդ հաստիգները։ Այ շատ շնորհակալ եմ հարցի համար, հիմա կբարձրացնեմ, թող պարոն նախարարն էլ իմանա տեղյակ լինի, որ տվեք մեր հաստիգները, որ մենք էլ կարողանանք այդ կրճատումները անենք, լրացնենք։ Կոնկրետ մենք 25 թվականից գործել ենք քաղաքի աշխատանքը չպարալիզացնելու համար, դրա համար է այդ գործակալներն ու փորձագետները, ուրիշ ոչ մի բան չկա, այդտեղ չեմ տեսնում։ Հիմնական շեշտադրումը դրա մեջ է, մենք էլ դա կուղենք, որ օրը տվեցին մեծ հաստիգները, այդ հաստիգների կարգավորենք ու մնացած դեպետ ասեմ ձեզ փորձագետներ կան, որոնք իրոքից պետք է մնան, որովհետև անհրաժեշտ են այդ մարդկանց գործառույթը հենց բուն փորձագիտական ծառայություն մատուցելն է մեր քաղաքին։